Մենք նաև ֆիքսել ենք, թե ինչպես հատուկ ջոկատայինները քարշակով տեղափոխեցին Սամվել Կարապետյանի ավտոմեքենան ռուսական պետհամարանիշերով
այդ են փոխանցողներին տեղը իրանք այժմ ուր ես աս Քսանչորսնիզի հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք ուղիղ հեռարձակումը Լունեցի փողոցից Սամվել Կարապետյանի տան խուզարկությունը շարունակվում է։ Նշեմ, որ մամուլում տարածվող այն տեղեկատվությունը, որ վերջինս ձերբակալվել է, նրա եղբայրը Կարեն Կարապետյանը հերքեց, նշելով, որ այս պահին տանն է, բայց սպասում են, որ կձերբակալեն, բայց նաև տեղեկացնեմ, որ մի խումբ անձինք ձերբակալվել են։ Հիշեցնեմ, որ այսօր Սամվել Կարապետյանը անդրադառնալով եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին իր կարծիքն էր հայտնել ինչից հետո Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊԱ-կան պատգամավորները սկսեցին անդրադառնալ Կարապետյանին
Մեջբերեմ Կարապետյանի խոսքը եկեղեցի իշխանություն հարաբերությունների վերաբերյալ մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ, արշավին ասել էր Սամվել Կարապետյանը։ Նիկոլ Փաշինյանը եթե ավելի վաղ անուղղակի կերպով էր անդրադարձել Սամվել Կարապետյանին, քիչ առաջ նա գրառում է կատարել, նշելով, որ սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի, սա Հայաստանի Հանրապետությունն է, հույս ունեմ պետության